Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Մեր օրյա կինոն վերածվել է սպորտի, բոլորին ավելի շատ հետաքրքրում է հողը, քան հենց ֆիլմերը, որոնք հաճախ նկարահանվում են նույն շարժառիթով։ Անկեղծ ասած այս ամենից Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հոգնել է։ Այս տաղավարում մենք չենք հոգնում եւ առաջնորդվում ենք ձեզ վառ էմոցիաներ պարգևելու մարտավարությամբ։ Բարի երեկո, եթերում կինոն է։ Մայստրո Երվանդ Երզնկյանը իր նվագախմբի հետ այստեղ է։ Հարմար տեղավորվեք, սեանսը սկսվում է։ Տեսնենք, թե կինո աշխարհի մասին իրենց գիտելիքներով ինչ մարզավիճակում են մեր այսօրվա մասնակիցները։ Մեկնարկային կազմում են Լիա Եսայան, մանկաբարձ, Հասմիկ Վարդանյան, դեղագործ, կենդանաբույժ, լուսանկարիչ, Տաթև Էվոյան, Դիմա Հարդար, մեյքափ արտիստ։ Բարի երեկո, սիրելի աղջիկներ։ Բարի երեկո։ Ինչպես եք։ Հրաշալի։ Հիանալի է։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում եք եւ Լիա, առաջին հարցը ուղղում եմ ձեզ։ Ծննդաբերությունը, եթե ֆիլմի ժանրով մեկնաբանեիք, ապա որ ժանրին այն կպատկաներ։ Եզակի ժանր կլիներ, սարսափ ժանր հրաշալի ավարտով։ Եթե ներկա լինեիք։ Հիանալի է։ Եվ Հասմիկ, կենդանիների մասնակցությամբ ունեք սիրելի ֆիլմ կամ ֆիլմեր, մուլտֆիլմեր։ Շատ են, բայց ես կառանձնացնեմ ֆիլմերից Էնցոն եւ Բժիշկ Դոլիթլ։ Մոնալա ֆիլմերից երկուսը։ Այդ երկուսը։ Դուք նաեւ բացի կենդանաբույժ լինելուց լուսանկարիչ եք։ Այո։ Լուսանկարում եք մարդկանց, թե կենդանիների։ Մարդկանց։ Մարդկանց։ Շատ բարի։ Տաթև, որ ֆիլմի դիմահարդարը մեյքափ արտիստ ցանկանայի։ Երևի բուրլեսկ կամ մուլեն ռուժ։ Բուրլեսկ կամ մուլեն ռուժ։ Շատ վառ է, շատ տպավորիչ է եւ ինչ որ իմաստով մենք կարող ենք ապահովել մեր նվագախմբի ներկայությունը նաեւ ձեր բուրլեսկյան եւ մուլեն ռուժյան տրամադրությամբ։ Սիրելի աղջիկներ, այսօր միասին խաղալու ենք կինո, գուշակելու ենք աշխարհի բոլոր ֆիլմերը, մուլտֆիլմերն ու սերիալները։ 15 ֆիլմ ենք առանձնացրել առաջին փուլի համար, նույնքան երկրորդ փուլի համար։ Երրորդ փուլում պարզապես ֆիլմեր չեն, այնտեղ առաջադրանքները բազմազան են, իսկ սուպերխաղում չեմպիոնական գավաթին արժանանալու համար կինո մարզիկն ուժերը կչափի ֆիլմերի եզրափակիչ 7-նյակի հետ։ Խաղը եզրափակելու համար մի պարտադիր պայման կա, այն պետք է սկսել։ Դա անելու համար ունենք հատուկ հարց, որի պատասխանը ստույգ թիվ է։ Հարցը լսելուց հետո ձեր առջև դրված թղթերի վրա կգրեք պատասխանի ձեր տարբերակը, ում պատասխանը առավել մոտ եղավ ճշտին, նա էլ կսկսի առաջին փուլը։ Եթե դուք պատրաստ եք, ես ընթերցեմ հարցը։ Քանի գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ է նկարահանվել Մարվելի կոմիքսների հիման վրա։ 20 վայրկյան ժամանակ։ Եթե կան պատասխաներ, թե պետ ժամանակը չի ավարտվել, մենք կարող ենք տեսնել Լիա, ձեր տարբերակը։ Մի քիչ շատ եմ գրել, բայց 30 կարծում է Լիան, Հասմիկ 20 ֆիլմ կարծում է Հասմիկը եւ 110 ֆիլմ կարծում է Տաթևը։ Եվ այսպես 1985 թվականից մինչև 2025 թվականի փետրվարի 14-ը ներառյալ նկարահանվել է 74 ֆիլմ, այնպես որ Տաթև դուք եք սկսելու առաջին փուլը, իսկ առաջին ֆիլմը եղել է Շիկահեր Սոնյան Արնոլդ Շվարցնեգերի մասնակցությամբ։ Նաև ընդհանուր 50-ից ավելի սերիալներ, անիմացիոն ֆիլմեր ու մուլտ սերիալներ։ Եկեք ծափահարություններով ողջունենք մեր նախափուլային հաղթողին, մինչև խաղը սկսելը լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը և թարմացնում ենք հիշողությունը։ Բեթմեն, Գոր Վարդանյան, Ջոն Ռեմբո։ Մենք խաղում ենք կինո։
Առաջին փուլում ունենք ընտրության հնարավորություն դիտել տեսարան, լսել երաժշտություն կամ գուշակել ֆիլմը պաստառով։ Ըստ գուշակելու եղանակի ֆիլմերը խմբավորված են առանձին անվանակարգերում։ Այսօր դրանք կոչվում են Հայաստան իմ չքնաղ, հայրենական ֆիլմեր, ոգի և բնություն։ Գնամերի արի սիրեմ, երաժշտություն ֆիլմերից, որոնցում գլխավոր հերոսները լքում են մեզ նախքան ֆիլմի ավարտը։ Եվ կինոկանից, Կանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին Արմավենու ոսկեճյուղին արժանացած ֆիլմերի պաստառներ։ Եվ այսպես Տաթև խաղը սկսում եք դուք, թե պետ պատասխանելու հնարավորությունը տրված է 3-ից էլ հավասարապես։ Գուշակելու պարագայում սեղմում ենք կոճակը, տալիս ենք ճիշտ պատասխան եւ ճիշտ պատասխանի դեպքում վաստակում համապատասխան միավորը, սխալ պատասխանի պարագայում մեկ հարց բաց եք թողնում։ Տաթև խնդրեմ ընտրեք։ Եկեք սկսենք Հայաստան իմ չքնաղ։ Հայաստան իմ չքնաղ 30 միավոր, խնդրեմ։ Սպասեք։ Վախթանգ Անանյանի պատմության հիման վրա է նկարահանված։ Հովազաձորի գերիները։ Ճիշտ է, եւ վաստակում եք 30 միավոր ու շարունակում խաղը։ Նույն շարքը շարունակենք 40-ը։ 40 միավոր, Հայաստան իմ չքնաղ։ Դու քաղաքի Աշնանարևը։ Ճիշտ է, բրավո։ Շարունակեք։ Գնա մերի արի սիրեմ 30 եկեք փոխ։ Գնա մերի արի սիրեմ 30։ Տաթև կարծում եմ այս ֆիլմում էլ կուզենայիք աշխատել որպես նկարչուհի դիմահարդարման։ Եթե իմ ձեռքին բաժակ լիներ ու ես բարձրացնեի այն։ Գալը Wall Street-ի Մի քիչ ինքնա, բայց ուրիշ տեղ։ Հեղինակին էլ որ ասեմ, արդեն ամեն ինչ հասկանալի կդառնա։ Ավիատորը։ Չէ։ Լավ։ 3, 2, 1, ավաղ, ոչ։ Մեծն Գեթսբին։ Հասմիկ մեկ քայլ բաց եք թողնում։ Ուղղակի որ Ֆիջերալդի անունը հնչեցնեի, բարձր որ միանգամից կունենայինք պատասխան։ Եվ ցածր միավորները ձերն են, ավելի ճիշտ չմիավորները ձերն են, այս պարագայում Տաթև դուք էլ ընտրում եք ինչպես գուշակել։ Գնա մերի արի սիրեմ եւ 20։ Գնա մերի արի սիրեմ 20։ Շատ եմ սիրում որ փափուկ եք հնչեցնում մերի բառը։ Չեք ուզում, էլի, այդքան չեք ուզում որ դա այդպես լինի։ 20 միավոր, խնդրեմ։ Արմագեդոն։ Բրավո, ճիշտ է, Արմագեդոն։ Հասմիկ դուք վերադառնում եք խաղ, Տաթև շարունակեք։ Շարունակենք 40։ 40։ Դերասանի ու ռեժիսորի անունը որ տամ, ինձ թվում է 3-ը էլ կսեղմեք կոճակները։ Մել Գիբսոն։ Храброе сердце։ Խիզախ սիրտը, ճիշտ է։ Եկեք Կաննի կինոփառատոնից 40-ը։ Կինոկանից 40։ Տաթև։ Պիանիստ։ Տեսնենք։ Դաշնակահարը, ճիշտ է։ Տաթև դուք եք շարունակում։ Շարունակենք 50-ը։ Կանի կինոփառատոն 50։ Անորը։ Բրավո, իհարկե, Անորը։ Իմ սիրելիները։ Այո։ Շարունակեք։ Եկեք էլի կինոկանից 30-ը եկեք։ 30-ը, խնդրեմ։ Բոլոր պարագաներում կարևոր, լավ, տեսնենք, իսկ այսպես։ Բենջամին Բատոն։ Այո, կենաց ծառը ֆիլմն էր, որը ոչ մեկիդ միավոր չբերեց, բայց մենք շարունակում ենք այս պարագայում ցածր միավորները Հասմիկ ձերն են, դուք եք ընտրում։ Հայաստան իմ չքնաղ առաջինը։ Հայաստան իմ չքնաղ 10 միավոր։ Մենք ենք մեր սարերը։ Մենք ենք մեր սարերը, իհարկե։
Շարունակեք։ Հայաստան իմ ճկնաղ 20-ը։ Հայաստան իմ ճկնաղ 20 միավոր։ Ռազմիկ։ Անունը չգիտեմ։ Կարող է ծրակը իրոք զղջացել Անունը իր չգիտեմ։ Պետք է անունը ասեք։ Բնությունից շատ հեռու չենք գնում։ Ինձ թվում է դուք եք Սահակ Կամսարյանը։ Հովսեփն ասաց, որ դուք կարող եք օգնել աղայանների ազգի գերեզմանի տեղը ճշտելու։ Բարի եղեք օգնել։ Անունը չգիտեմ աղագի։ Հիմա ես հնչեցնելու եմ անուն ու Մենք դուք երեք նեղվենք ասելու եք շատ։ վայ։ Մենք նեղվենք շատ։ Մենավոր ընկուզենին։ Այո։ Ոչինչ հասմիկ դուք եք շարունակում, որտեղ ձեր նցածր միավորները։ Գնամերի արիսիրեմ Ահա։ առաջինը։ Գնամերի արիսիրեմ առաջինը։ Վերջերս երկրորդը դուրս եկավ։ Գլադիատոր։ Ճիշտ է, գլադիատոր։ Պետք է գուշակեինք սա։ Տաթև շարունակեք։ Եկեք եզրափակենք 50-ը։ Գնամերի արիսիրեմ 50-ով եզրափակում ենք այս փուլը։ Ռոմեո Ջուլիետ։ Իհարկե, Ռոմեո Ջուլիետ հասնեք։ Բրավո եւ միանգամից 80 միավոր եք վաստակում ու շարունակում խաղը։ Գնամերի արիսիրեմ երկրորդը։ Գնամերի արիսիրեմ էլ արդեն մեռավ, սիրեցին, Հայաստան իմ ճկնաղից։ Հայաստան իմ ճկնաղից մնացել է 50 միավոր վաստակելու հնարավորություն, որը ընձեռնված է բոլորիդ, խնդրեմ։ Լսեք հրամանատարի հրամանը։ Բարի եղանակ երգեք։ Լիա։ Զանգեզուր։ Բրավո, ճիշտ է, Զանգեզուր։ Լիա մեզ մնացել է չգուշակված կինոկանից 10 միավոր և 20 միավոր։ 20 միավոր։ 20 միավոր, խնդրեմ։ Պարազիտ։ Տեսնենք։ Իհարկե, մակաբույծները։ Հանճարեղ ֆիլմ և վերջինը։ Լիա։ Ինչու սեղմեցի, երբ որ անունը չէի հիշում, թե Ջոն Տրավոլտան։ Եվ ոչ միայն։ Եվ ոչ միայն Ումա Թուրման ու իրենց գեղեցիկ պարը։ Մնաց անունը հիշեմ։ Որևէ բան ասեք Տարանտինոյից ինչ հիշում եք։ Ու Բիլը։ Չէ, Չեմ հիշում, պետք է չսեղմեի։ Նա ձեր միավորները այսպես թե այնպես շատ են, ես չեմ կարող ընդունել ձեր պատասխանը, մանավանդ որ չկա պատասխան։ Բայց ճիշտ եք դերասանների իմաստով, քրեական ընթերցվածք ֆիլմներ, որը ոչ մեկի չբերես 10 միավոր, բայց ես ունեմ բարի լուր ձեզ համար, դուք երեքդ էլ ինձ հետ գալիս եք երկրորդ փուլ։ Լիան 190 միավորով, Հասմիկը 80 միավորով և Տաթևը 90 միավորով առաջինի եթերում շարունակում են խաղալ կինո, կհանդիպենք երկրորդ փուլում։ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի ամենաճանաչելի մեկնարկային դրվագը ատրճանակի փողից նկարահանված կադրերով նկարիչ Մորիս Բենդը հնարել է պրոդյուսերի հետ հանդիպումից 20 րոպե առաջ։ Այս փուլում մեր մասնակիցները 15 վայրկյան ունեն 15 ֆիլմերից յուրաքանչյուրը գուշակելու համար մինչև հաղորդավարի հետ կհանդիպեն երրորդ փուլում։ Իսկ ֆիլմերը հայտնվելու են շատ անսպասելի էմոջիների կերպով։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կստանաք 30 միավոր, սխալ պատասխանի դեպքում 1 հարց բաց կթողնեք։ Սիրելի աղջիկներ, ունեք սիրելի էմոջիներ։ Սրտիկը։ Սրտիկը։ Ահա, Լիայինը սրտիկն է, Հասմիկ։ Դրական նշանը, բութ մատը վերև, հիանալի է, Տաթև։ Եվի ծիծաղկոտ։ Ծիծաղկոտ։ Առանց շպարի է։ Այո։ Շատ բարի, մենք շարունակում ենք այսօրվա բոլոր էմոջիները այս էկրանին հայտնվելու են ձեզ միավորներ պարգևելու համար։ Եթե դուք պատրաստ եք, թող հնչեն ծափահարություններ և մենք հայտարարենք երկրորդ փուլը, ուշադրություն էկրանին։ Հասմիկ։ Կոշկավոր կատուն, կոշկին դոմ կամ կոշկին դոմ։ Կատվի տունը, ճիշտ է։ Հակառակ դեպքում երկարաճիտ կոշիկներ կարող էինք տեսնել կադրում։ Խնդրեմ, հաջորդը։ Դրոշը։ Ռուսաստան։ Սպիտակ։ Մեղու։ Տիեզերք։ Պչելավոդը։ Դա չէ։
Կարող էր լինել ելնելով մեղվից, բայց ամեն դեպքում ոչ, բրիգադա։ Ֆիլմներ Ջոլան, այո։ Մեկ հարց բաց եք թողնում, Հասմիկ, իսկ մենք շարունակում ենք, խնդրեմ։ Մուլտֆիլմ։ Մուլտֆիլմ ասում եք։ Իսկ Ֆիլմել կա։ Ջեյմս Բոնդ էի ուզում ասել։ Եվ ֆիլմը կա, եւ մուլտֆիլմը կա։ Բոնդը չի։ Ունեք որևէ ալտերնատիվ տարբերակ։ Չունեք, մեկ քայլ բաց եք թողնում Տեսուչ գաջեթը ֆիլմն է։ Հասմիկ դուք վերադառնում եք խաղ եւ խնդրեմ հաջորդ հուշումը։ Ինչ եք տեսնում։ Շուն մեքենա զենք։ Բուլղարիա։ Հատի։ Ջոն Ուիկներ։ Չնայած դրանով այդքան հայտնի չի, ինչքան ատրճանակով, բայց ամեն դեպքում։ Բոլորս էլ խաղում ենք փաստորեն եւ շարունակում ենք, խնդրեմ։ Տղա, այո, ինչ ենք տեսնում։ Տղաներ, սեբր։ Երկու երեխա։ Զոլավոր կենթանի, չասրեցիք սեղմել։ Հետ գիտեի։ Կենթանին ուղղակի ասոցացնում էր զոլավոր գիշերազգեստով Մայչիկ в полосатой տղաների։ Այո, այո։ Շարունակենք։ Ահա, ինչ ենք տեսնում։ Պապիկ։ Նկար։ Աճուրդի Վերջինները չլինեին հավատգործիքը։ Վստահ եմ տեսել եք ֆիլմը։ Գումար, կոտրված սիրտ։ Ահա։ Եվ Վան Գոգներ։ Լավագույն առաջարկ ֆիլմներ։ Лучшее предложение, best offer։ Այ, պետք էր գուշակել, այո։ Ավաղ, ոչինչ, շարունակում ենք։ Ինչ ենք տեսնում։ Հայրիկ, որը գերակցում։ Հայրիկը։ Ճիշտ է, հայրիկ։ Շարունակենք։ Ուրախ ավտոբուս։ Ուրախ ավտոբուս, իհարկե։ Շարունակենք։ Հայաստան, Ֆրանսիա։ Ազնավուր։ Ճիշտ է, Մսյո Ազնավուր։ Հաջորդը։ Ինչ ենք տեսնում։ Դիեզեր գնաց։ Հաջորդը Երկրագունդը։ Չէ։ Եվ Մարդը լուսնի վրա, այստեղ իհարկե մոտ գույներով էր։ Հա, երկրագունդը ոնց որ լիներ։ Ահա, բայց որ հակառակ գույն լիներ, շատ ավելի պարզ կլիներ։ Ինչև է, շարունակում ենք։ Ռոզալի։ Ճիշտ է, Ռոզալի։ Հաջորդը։ Ֆուտբոլ Չինաստան եւ առաջին նշանը, որը մեզ ինչ է հուշում, սովորաբար ինչ է խորհրդանշում։ Թունավոր։ Կամ երրորդը մարտարվեստ։ Դա առաջին նշանը սովորաբար Թույնի։ Հա? Թունավոր, վտանգավոր, մահացու։ Մահացու, ինչ որ միտեղ։ Մահացու ֆուտբոլ։ Այո, մահացու ֆուտբոլն է։ Որը ոչ մեկի միավոր չբերեց, բայց երեքս էլ դեռ շարունակում ենք խաղը, խնդրեմ հաջորդը։ Ինչ ասեմ, ովքեր են։ Բան չկա ասելու։ Ամեն ինչ ասված է։ Շատ մի խորացեք, խնդրում եմ, թեթև նայեք։ Մկների ժողովը։ Իհարկե, մկների ժողովը։ Մտածում եմ։ Շատ բարդ բաներ եք խնդրում, ես հասկանում եմ, որ բոլորդ էլ ինտելեկտուալ կերպով զարգացած եք եւ մտածում եք, որ այսպես իմաստուն բաներ է պետք ասել, բայց երբեմն էմոջիներին պետք է թեթև նայել նույնքան, որքան նրանք են։ Նախավերջին ֆիլմը, խնդրեմ։ Բիրգիս ավտոմոբիլը։ Իհարկե, զգուշացիր ավտոմեքենայից։ Պատասխանում է Հասմիկը եւ վերջին ֆիլմը, խնդրեմ։ Իլյուզիոնիստը։ Ճիշտ։ Չէ։ Չէ։ Բայց կարող է ինչով է լինել։ զբաղվում։ Աճբարարը, այսպես ասած։ Միևնույն է, ելքի վրա փոփոխություն չի բերում խաղի այս փուլի ելքի համար ֆոկուս։ Այս պարագայում։
Եվ մենք շարունակում ենք խաղը, Տաթև ընդամենը մեկ ճիշտ պատասխան չբավականացրեց ձեզ հաջորդ փուլ անցնելու համար։ Ընդամենը 20 միավոր էր պակասում, դուք կարող եք վաստակել 30-ը։ Շնորհակալություն լավ խաղի համար, աղջիկներ, մենք կհանդիպենք երրորդ փուլում։ Մարվելի կինոաշխարհի հերոսները առաջին հայացքից կատարյալ տղամարդու տիպար են, սակայն Բինգենտոնի համալսարանի փորձագետների կարծիքով նրանց ֆիզիկական տվյալները, չափազանց լայն ուսերը, ահռելի մկանուց ձեռքերը չեն համապատասխանում նորմալ մարդու մարմնի զանգվածի ինդեքսին։ Այս ամենը տանը եւ մարզասրահում հիշեք։ Իսկ տաղավարում սուպեր խաղի ուղեգրի համար սուպեր մենամարտ է, նախանշվում, արտաքինն էական չէ։ Այստեղ հաղթելու համար պետք է կինոգիտելիք, երևակայություն և տրամաբանություն։ 5 զույգ անհատական հարցեր կհնչեցնեմ, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կստանաք 1 միավոր։ Նախորդ փուլերում վաստակած միավորները զրոյանում են, այնուհանդերձ այդ միավորներով առաջատար այս պարագայում դուք լիավորոշում եք, թե ով է սկսելու։ Ես կսկսեմ։ Որոշիչ փուլը։ Պատասխանատվությունը վերցնում եք ձեզ վրա և դուք էլ կսկսեք խաղը։ Հիանալի է, ծափահարությունները մեծ մասնակիցներին և առաջին ենթափուլը հետևյալն է։ Լարում ենք ասոցիատիվ հիշողությունը, էկրանին կհայտնվեն լուսանկարներ, որոնց վրա փոքրիկներ են պատկերված, դուք էլ որպես մանկաբարձ կարծում եմ այլ աչքով կնայեք և կկարողանաք կռահել, թե ում մանկության լուսանկարն ենք տեսնում։ Առաջին հուշումը ձեզ համար է, ուշադրությունը էկրանին։ Կեթրին Զետա-Ջոնս։ Տեսնենք։ Բրավո, Կեթրին Զետա-Ջոնս։ Ասում եմ, չէ։ Ահա թե ինչպես օգնեց մանկաբարձությունը։ Ձեզ կօգնի լուսանկարչությունը և ինչու չէ, նաև կենդանաբուժությունն էլ գուցե նպաստի, նույն սկզբունքով գուշակում եք դուք, Հասմիկ, խնդրեմ։ Նման է, չի փոխվել։ Հոակին Ֆենիքսը։ Ռուսը։ Ռուս։ Հուշում է։ Ձեր մրցակիցը ձեզ հուշում է։ Ազգությունն է հուշում։ Ձեր գոշակուցենկը լինի, բայց գոշակուցենկը։ Ընդունում եմ։ Նման էր գոշակուցենկային։ Տեսնենք։ Իհարկե, գոշակուցենկո։ Ինչ հիանալի մրցակից է, չէ՞ որ իր մրցակցին օգնում է, բրավո։ Լիա բրավո Հասմիկ, ճիշտ պատասխանի համար և շարունակում ենք մեր երկրորդ ենթափուլը, ակտիվացնում ենք տեսողական հիշողությունը։ Էկրանին կտեսնեք հայտնի կադր ձեզ քաչ հայտնի ֆիլմից, որտեղ մի դետալ մենք թաքցրել ենք կինոյի տարբերանշանի ետևում։ Պետք է փորձել կռահել կամ եթե գիտեք, միանգամից հնչեցնել պատասխանը։ Առաջինը դուք եք, Լիա, խնդրեմ։ Շատ սիրելի Ամելին։ Այո։ Միայն ձեռքին չեմ հիշում ինչ է պահված։ Նույնիսկ աղջկաս եմ այս անունով կոչել։ Միայն թե ձեռքինը չեմ հիշում ինչ է։ Ամեն դեպքում սեղմեք ժամանակի իմաստով։ Ինչ կարող էր լինել։ Ամելի ձեռքին ինչ ասես։ Ինչ ասես կարող էր լինել։ Բայց մի բան, որ մենք օգտվում ենք կենցաղում շատ հաճախ։ Կենցաղում բաժակ կամ գթալ կամ ինչ-որ մի բան։ Ընտրեք, բաժակ թե գթալ։ Բաժակ կամ գթալ, գթալ, եկեք թող լինի գթալ, լավ, սխալվել։ Տեսնենք։ Եվ ճիշտ պատասխան։ Գթալ է։ Հասմիկ։ Անհնար էր։ Նույն սկզբունքով գուշակում եք դուք։ Խնդրեմ։ Պատարակախ չէր իրանը։ Պատարակախ թե գթալ օրինակի համար։ Աչքիս էլի գթալ։ Աչքիս գթալ էր, ինչ-որ բան ծրվում էր, էդ հիշում եմ։ Ահա, էլ ինչ ասեմ։ Գթալ։ Տեսնենք։
Հաջորդ առաջադրանքը երևակայություն է պահանջում, փորձի փոխանակման ծրագրով կինո ժամանած մեր արտասահմանցի մասնագետը, արհեստական բանականությունը, ում մենք կոչում ենք աբո, մի փոքր էլ ակցենտավորում ենք, որովհետև արտերկրից է ժամանել, իր ճաշակով գեներացրել է նկար, դուք պետք է ձեր բանականությամբ փորձեք կռահել, թե ինչ է պատկերել արհեստականը։ Լիա, առաջին հուշումը ձեզ համար է, խնդրեմ։ Մոխրոտիկը։ Ճիշտ է, մոխրոտը։ Հասմիկ, նույն սկզբունքով գուշակում եք դուք։ Դեսերթը հենց անապատը։ Չէ, մի վարքյան, այնտեղ կա թուր։ Այդքան էլ սովորական անապատ չի, չէ՞ կարծես։ Թուր։ Գուցե էքսկալիբուրը։ Չէ։ Տարբերակները սպառեցի։ Մի կերպ եմ ինձ զսպում, վերջնական պատասխան։ Ոչ սովորական անապատ է, միայն դա կարող եմ ասել։ Գուցե բելե սոնցը պուստինի։ 3, 2, Անապատի սպիտակ արևը։ Անապատի սպիտակ արևը։ Ավաղ ոչ, Դյուն ֆիլմն է, որի երկրորդը դուրս եկավ։ Այսպես էր տեսել արհեստական բանականությունը, այնպես որ չենք հուսահատվում եւ ոչ էլ հուզվում։ Հիանալի է, որ մենք դեռ ունենք մեր բանականությունը, որը կարող ենք կիրառել։ Հիմա կստուգենք աբստրակտ մտածողությունը։ Առաջին հայացքից տարօրինակ ձևակերպման փուշում են ֆիլմի վերնագիրը կամ սյուժեն։ Առաջին հուշումը լիա ձեզ համար է։ Ֆիլմ ամորֆ կամ անտրոպոմորֆ, թևավոր հոգեղեն արարածների բնակավայրի մասին։ Ֆիլմ անտրոպոթևավոր հոգեղավոր պատկամաբեր ստուգի մասին։ Անգելի։ Հա, բայց կարող է սխալվում եմ։ Վերնագիրն եմ գուցե սխալվում, բայց հրեշտակներ երևի, հա։ Հոլովը ավելի ճիշտ էր գնում ոնց որ։ Հրեշտակների քաղաքը։ Ճիշտ է, հրեշտակների քաղաքը։ Շատ լավ ֆիլմ է։ Նիկոլաս Քեյջի եւ Մեկ Ռայանի փայլուն ֆիլմ։ Լավագույն ֆիլմերից մեկը։ Հաջորդ հուշումը Հասմիկ ձեզ համար է։ Ֆիլմ Հալեպից Ստամբուլ ուղևորվող ցամաքային տրանսպորտային միջոցում 6-րդ պատվիրանը խախտելու մասին։ 6-րդ պատվիրանը։ Գուցե убийство в Восточном экспрессе։ Այո։ Սպանություն արևելյան ճեպընթացում, ճիշտ է։ Եվ մենք մեր հաջորդ ենթափուլում ենք, հերթը տրամաբանությանն է։ Էկրանին կհայտնվի 4 ֆիլմ, որոնցից 3-ն ինչ-որ տրամաբանությամբ, օրինաչափությամբ ունեն ընդհանրություն։ Ձեր խնդիրն է գտնել այդ ընդհանրությունը եւ նշել այն ֆիլմը, որը դուրս է մնում այդ տրամաբանությունից։ Լիա, ուշադրությունը էկրանին։ Իդեպ եթե պատասխանեք, հաղթում եք։ Շատ լավ։ Ֆիլմերը կարող եք հիշել, թվարկել։ Առաջինը բոլորն էլ տեսել եմ, երկրորդը Իռլանդից, երրորդն էլ եմ տեսել, միայն թե ուզում հասկանալ ինչումն է։ Սեղմեք կոճակը։ Առաջինը որն էր։ Ամերիկացի, հա, այդպես է կոչվում, երկրորդը Իռլանդից, չէ, իռլանդացին։ Երրորդն է ուրեմն դուրս մնում։ Երրորդը որն է։ Երրորդի անունը չեմ հիշում իհարկե ֆիլմը դիտել եմ, չորրորդը Մարսիանին։ Մարսեցին։ Ահա։ Մարսեցին չի։ Երրորդի Մեքսիկանից։ Չորրորդն է ուրեմն ավելորդը։ Չորրորդն է ավելորդ ինչու։ Այո։ Չգիտեմ, որովհետև դա որ ֆիլմն է։ Միայն դրա համար։ Այն երեքը գիտեք։ Երեքը գիտեմ, սա չեմ գլխի ընկնում, Մեթ Դեյմոնն է, բայց ֆիլմը չեմ կարողանում։ Միայն դրա համար։ Միայն դրա համար ես ընտրում եմ 4-րդ տարբերակը։ Ընտրում եք 4-րդ տարբերակը։ Եվ ճիշտ եք անում, որ վստահում եք ձեզ, որովհետև ասեմ ավելին, նույնիսկ ինչ որտեղ պետք չէ երկմտել, որովհետև դուք հնչեցրեցիք 4-րդի վերնագիրը, անունը։ Մարսեցին։ Այսինքն մարսեցին է։ Մարսը ազգություն չէ, իսկ մնացած 3 ֆիլմերը ամերիկացին, իռլանդացին եւ մեքսիկացին բնութագրում են ազգություններ։
Լիա, դուք ինձ հետ գալիս եք սուպեր խաղ, Հասմիկ այս ծափահարությունները ձերն են, բրավո հիանալի խաղ ցուցաբերելու համար, շարունակեք դիտել լավ ֆիլմեր և եղեք առողջ ու երջանիկ, մենք կհանդիպենք սուպեր խաղով։ Խաղը մոտենում է ավարտին, առջևում վերջին փորձությունն է, սուպեր խաղը, մասնակիցը իր առջև ունի 120 վայրկյան և 7 ֆիլմ, ինչ պետք է անի, բնականաբար պետք է գուշակի, այսօրվա սուպեր խաղը ես խաղում եմ Լիայի հետ, միանում է ֆիլմից տեսարան, պետք է կռահել, թե որ ֆիլմն է, ճիշտ պատասխանի դեպքում սեղմում է կոճակը ու հնչեցնում պատասխանը, եթե չեք մտաբերում առանց կոճակը սեղմելու ավելի լավ է հնչեցնել հաջորդը հրահանգը, եթե ժամանակ մնա մենք կվերադառնանք չգուշակված ֆիլմերին, Լիա ինչպես է տրամադրությունը։ Մարտական, հիանալի է, ես կարծում եմ ծափահարությունները էլ ավելի կողոպեվորեն ձեզ և ընդամենը 120 վայրկյան անց մենք կտոնենք ձեր ամբողջական հաղթանակը, ժամանակը գնաց։ Սպիտակաձյունիկը և 7։ Ճիշտ է։ Մարդ ցույց տվեք, ցույց տվեք։ Միա դերասան։ Անցնենք հաջորդին, թե սպասում ենք։ Հաջորդը, պետք է չսեղմենք։ Հայկական ֆիլմ է։ Կյանք ու կռիվ։ Ճիշտ է, հաջորդը։ Ջեյմս Բոնդ։ Ճիշտ է։ Անունը չգիտեմ, հաջորդը։ Լարս վոն Տրիերի ֆիլմն է, հաջորդին անցանք։ Գիտեմ, բայց անունը չգիտեմ։ Երբ տարիքը առնում են, բայց բնավորությունը չի փոխվում։ Տարիկան տուտնի մեստը, հանցագործ բաները, ասեցիք ծերունի ավազակները, այո, ճիշտ է։ Այո։ Դամբոն, ճիշտ է։ Եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները սկսեին իրար հետ կռիվ անել, ինչպես կկոչեինք այն։ Ապոկալիպսիս։ Չէ։ Բեմական մարդկանց ինչպես են ասում, նրանք ովքեր են, մենք չգիտեմ, մարդիկ երբեք ինչ են ասում։ Ցույց տվեք, աստղային պատերազմներ, ճիշտ է։ Լարս վոն Տրիերի, Նիկոլ Կիդմանն է, որտեղ դեկորացիաներ չկային և ամբողջ քաղաքը նկարահանված էր։ Այո, բեմի վրա, տեսել եմ, ֆիլմը տեսել եմ։ Այբուբենի 4-րդ տառով է սկսվում ֆիլմի վերնագիրը։ Դոգվիլ։ Ինչպես։ Դոգվիլ, ճիշտ է։ Եվ սա սեղմեկներուց տվեք պատայավա։ Ձերունի ավազակները, ճիշտ է։ Այո, և Լիան, մանկաբարձ, մասնագիտությամբ, բայց կինոգիտելիքներով, հայլող արժանանում է կինոյի Օսկարին, ինչպես նաև մեր գործընկերոջ կինոպարկի կողմից հրավիրատոմսեր սպասված ֆիլմերը դիտելու համար։ Լիա, ձեր խոսքը։ Անչափ շնորհակալ եմ։ Ինչպես հեռուստացույցով էր հետաքրքիր, այնպես էլ այստեղ էր շատ հետաքրքիր ու ջերմ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհավորում ենք ձեր շնորհակալություն, Լիա, սրտիս մեջ էլ կյանքում այս խենթի նման այնտեղից այստեղ եմ գալիս, արարաշխարհին ժպտում է խանդավառ։ Եվ այս ստեղծագործությամբ էլ, սիրելիներս, սիրո հասակով կավարտենք մեր այսօրվա եթերը։ Ստոպ, նկարահանված է, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են, մաեստրո, խնդրեմ, action։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։